Ողջունում եմ Չիբուկչյան լայվ YouTube-յանի մալիքի հետևորդներին, հուսով եմ լավ եք, հարգելի հետևորդներ։ Հիմա թարմ դեմքեր, ինստրուկտաժ, ով ինչ պետքա խոսա, ով ոնց պետքա անի, ով ոնց պետքա հագնվի անգամ ես մտածում եմ անգամ ոճերն է անտրված, որտեվ թիմը աշխատում իրանց վրա, լուրջ գրողների, ստիլիստների եւ այլ, եւ դա նկատում եմ ես ուղղակի տեսնում եմ, որ իրանք կոնկրետ աշխատում են։ Հիմա ինչպես են իշխանությունները փորձում պայքարել ընդդիմության դեմ։ Ազգային ժողովի ուրեմն փաստերի ստուգման հարթակը հետաքրքիր ընդ որում սա Դանիել Լեոնիսյանն է, որը իշխանության կողմնակիցն է, որը ակտիվորեն մասնակցում էր իշխանության քարոզին։ Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները գրում է FIP-ը, փաստերի ստուգման հարթակը, որը Դանիել Լեոնիսյանն է։ Այս ընթացքում խորհրդարանը ընտրել է ազգային ժողովի նախագահ, նախագահի 2 տեղակալ, արդեն 3 եւ առաջիկայում պատրաստվում է ընտրել մշտական հանձնաժողովների նախագահների։ Հանրային հեռուստաընկերության կողմից ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը հանրային հետաքրքրության ներկայացող հարց է։ Պետական բյուջեից ֆինանսավորող հանրային հեռարձակողը քաղաքական ուժերի գործունեություն ներկայացնելիս առանձնահատուկ պատասխանատվություն ունի, ապահովելու անաչառ հավասարակշռված եւ բազմակարծիք լուսաբանում։ Հաշվի առնելով թեմայի հանրային նշանակությունը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում բարձրացված մտահոգությունները, փաստերի ստուգման հարթակը որոշել է ուսումնասիրել, թե ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքի առաջին օրերին ինչպես են իշխանական եւ ընդդիմադիր падգամավորները ներկայացվել հանրային հեռուստաընկերության պաշտոնական Facebook եւ YouTube-յան հարթակներում։ Ուսումնասիրության համար առիթ է հանդիսացել նաեւ Facebook-յան օգտատեր Արամ Քոչարյանի գրառումը, որում նա պնդել է, թե հանրային հեռուստաընկերությունը լուսաբանելով ազգային ժողովի աշխատանքները անտեսում է ընդդիմադիր падգամավորների ելույթները։ FIP AM-ի ուսումնասիրության համար դիտարկման ժամանակահատվածը օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 6-ը։ Ուրեմն անհրաժեշտ է նկատել, որ հանրայինի լուրերի Facebook-ի էջում հրապարակվել են նաև ազգային ժողովի նիստերի ամբողջական ուղիղ հեռարձակումները, որոնց ընթացքում ելույթ են ունեցել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր падգամավորները։ Ուղիղ հեռարձակումները դիտարկվել են որպես նիստն ամբողջությամբ ներկայացնող հրապարակումներ եւ չեն դասակարգվել որևէ քաղաքական ուժի օգտին։ Ուսումնասիրության հիմնական նպատակը եղել է պարզել, թե նիստերի ամբողջական հեռարձակումից դուրս ՀՄԿ падգամավորների որ ելույթներն ու ճեպազրույցներն է խմբագրական ընտրությամբ առանձնացրել, վերնագրել եւ ներկայացրել որպես առանձին հրապարակումներ, որտեղ հավատացեք 8 ժամ, ասենք շատ քչերը կնստեն կնային, բայց երբ որ կարճ հատվածներ են դնում եւ սուր վերնագրեր են դնում, մարդիկ մտնում եւ նայում են։ Հենց այդպիսի տեսանյութերն են առավել հասանելի այն օգտատերերին, որոնք չեն դիտում նիստերի ժամեր տևող ամբողջական հեռարձակումները։ YouTube 60 տեսանյութերից 3-ը ընդդիմության մասին։ Հատկանշական է նաև, որ հրապարակումների վերնագրերում ընդդիմադիր գործիչներից հիշատակվել է միայն Արամ Վարդևանյանի անունը 3 անգամ։ Այսպիսով, փաստերի ստուգման հարթակի դիտարկումը ցույց է տալիս, որ ազգային ժողովի նոր գումարման աշխատանքների լուսաբանման առաջին օրերին հանրային հեռուստաընկերության սոցիալական հարթակներում գերակշռել են իշխանական падգամավորների ելույթներն ու ճեպազրույցները։ YouTube-ում ազգային ժողովի նստաշրջանին վերաբերող 60 տեսանյութերից միայն 3-ն էր վերաբերում ընդդիմությանը, իսկ Facebook-ում 70 հրապարակումներից միայն 2-ն էին առնչվում ընդդիմադիր падգամավորներին։ Ընդ որում, դրանցից միայն մեկն էր ներկայացնում ընդդիմադիր падգամավորի խոսքը։ Դիտարկված ժամանակահատվածում ընդդիմադիր падգամավորների ելույթներն ու հարցադրումները փաստացի չեն արտացոլվել հանրային հեռուստաընկերության հրապարակումների մեծ մասում, մինչդեռ իշխանական падգամավորների ելույթներն ու մեկնաբանությունները ներկայացվել են պարբերաբար։ Այսինքն, սա խոսում է այն մասին, որ իշխանությունները վախենում են, իրանք հասկանում են այն ինչ որ ես ասում եմ, իրանց համար շատ պարզ է ինչա կատարվում։ Ընդդիմության գործունեությունը ամբողջ մամուլը, որ իրենք ունեն, գումարած Ռուսաստան սիրող կամ ռուսների կողմից ֆինանսավորող մեդիաները, Ժորժ ջան, աշխատելու են ՔՊ-ի դեմ։ Եվ իրանց այս պահվածքը, գործելավոճը, որ եկեք հանրայինով չտանք, հանրայինը թող սահմանափակ, հանրայինը բոլոր հարթակներում բավականաչափ գուցե այս պահին էլ եթե բոլոր հարթակները վերցնենք դիտումներ ունի հեռուստատեսային, YouTube-յան, Facebook-յան եւ այլն։ Բայց իշխանությունները չեն ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն։ Միացյալ Նահանգներում էլ ուրեմն այո Fox News-ը նպաստեց Թրամփի ընտրմանը եւ շատ լուրջ նպաստեց Թրամփի ընտրմանը։ Բայց բոլոր ես իդեպ թեմայով հետաքրքիր մի ուսումնասիրություն իմ համար արեցի, մի քանի այսպես լուրջ համալսարանները ուսումնասիրություն էին կատարել, թե որքանով ազդեցին բլոգերներն ու անհատները Թրամփի ընտրության գործում։ Եվ ինչա պարզվում, որ կա կարծիք, որ բլոգերները
անգամ ոչ բոլորը միասին վերցրած, հատկապես մի քանիսը ավելի մեծ գործ արեցին, քան ամբողջ օֆիցիալ մեդիան։ Ամբողջ մեդիա դաշտը։ Հետևաբար, պետք է հասկանալ մի բան։ Իրենք ունեն փող։ Տեսեք, նկատեք, սոցիալական ցանցերում այնպիսի աղմուկ են բարձրացրել, որ Դանիել Ունիսյանը ստիպված է եղել անդրադառնալ։ Իշխանությունները պետք է մի բան հասկանան, հերոստատույց նայող մարդիկ արդեն դրանք 40 եւ բարձր տարիքի մարդիկ են։ Եթե անգամ ոչ 50 եւ բարձր։ Տեսեք, ինքներդ ձեզ ասեք, քանի հոգի եք բացի ֆուտբոլից, կոպիտ ասած ֆուտբոլասերից կամ սերիալներից, քանի հոգի եք ենթադրենք նայում լուրեր հերոստա հիմնականում մարդիկ արդեն լուրերը նայում են Facebook-ում, ուրեմն YouTube-ում եւ մնացած այլ սոցիալական ցանցերից են ծանոթանում լուրերին։ Դրա համար շատ դեպքերում մարդիկ գալիս են ինձ այնպիսի հարցեր են տալի դեղին մամուլից կամ խուժան տելեգրամյան ալիքից վերցրած, որ դու մտածում ես որտեղից են այս մարդիկ վերցրել կամ մի հատ YouTube-յան ինչ որ կոնսպիրոլոգիա են լսել եւ եկել ինձ ապացուցում են որ օրինակ ու կոպիտ ասած աշխարհը տափակ է, հա, ենթադրենք։ Ուզում ասեմ արդեն մարդկանց տրվող հարցերից դու հասկանում ես, որ մեդիան կամ հերոստատեսությունը եւ այդ հերոստացույցը ինքը որպես այդպեսին ինքը արդեն հնանում է եւ անցյալ դար է դառնում։ Ժամանակակից աշխարհում եւ ժամանակակից ընտրությունների վերջին ժամանակ Ռումինիայում TikTok-ներ, Միացյալ Նահանգներում YouTube-ներ, հա, անգամ այս սպეციფიკան կա։ Հայաստանում շատ մեծ դեր է խաղում Facebook-ը, բայց ոչ հանրային հեռուստաընկերությունը։ Դրա համար, երբ որ դուք արգելում եք ընդդիմության եթերները, դուք դրանով աժիոտաժ եք բարձրացնում ավելի շատ դիտվող սոցիալական ցանցերում, որտեղ ձեզ մեղադրում են, որ դուք սահմանափակումներ եք մտցնում ընդդիմության համար եւ որը ձեր իսկ վարկանիշն է գցում։ Ավելի է բորբոքելու մարդկանց եւ ավելի է ձեր հանդեպ տրամադրելու։ Այսինքն այդ մեթոդաբանությունը, որ դուք իրականացնում եք, դա ձեզ չի օգնելու։ Ինչու՞։ Մի բարձ պատճառով, հարգելի հետևորդներ, պատահական չասեցի, ինչքան էլ դուք սիրեք ԿՊ-ին, Նիկոլ Փաշինյանին, բայց կա մի բնական բան։ Քաղաքականացած մարդիկ, ովքեր արդեն կողմնորոշված են, ամեն մեկը տունեք ձեր ընտրությունը, իհարկե։ Չգիտեմ, մեկը մեկին է սիրում, մեկը մյուսին է սիրում, չգիտեմ, եւ դուք հստակ գիտեք, որ դուք պաշտպանում եք ԿՊ-ին։ Բայց դուք պետք է մի բան հասկանաք, որ ԿՊ-ին ձայն տված մարդկանց մեծ մասը դրանք բաներ չեն, ԿՊ-ի կողմնակիցներ չեն, դրանք ուղղակի կոպիտ ասած մեզ, չգիտեմ, բոլորին լսողները, ասենք դա այդ թվում ինձ լսողները հասկացել են, որ օրինակի համար իրանք չեն ուզում գնան Սամվել Կարապետյանին, ձեն տան որտեղ ընտրություն չունեն, չկա ընտրություն եւ ընտրության բացակայության պայմաններում, այսինքն տեղ ենք հասցրել այս պահին, որ Սամվել Կարապետյանը եւ իր ուժը Պուտինի համար է աշխատում, վտանգավորը իրենք չեն գնացել ձայնը տվել ԿՊ-ի, բանի ուժեղ Հայաստանին, բայց չի նշանակում նրանց մեծ մասը չի սիրում նաև Նիկոլ Փաշինյանին, պարզապես վտանգն է հասկացել եւ գնացել ձայնը տվել է ԿՊ-ին, հա։ Արդեն այս վիճակն է, այսինքն ուղակի վախից, որ նրանք կարող են նույն թրիփը հետ ողորմի անել, չգիտեմ, նույն խաղաղությունը, չգիտեմ, այդ խաղաղության այդ բանն էլ այդ թեման էլ շատ շարքվեց, բայց պետք է մի բան հասկանանք, ԿՊ-ն երրորդ ժամկետն է նստում, հեսա մինչև ժամկետի վերջը նրանք արդեն կլինեն 12 տարի իշխանության, 12-13 տարի։ Մարդիկ հոգնում են։ Դա արդեն դիկտատուրայի էֆեկտ է ստանում։ Մարդիկ իրոք հոգնում են։ Թարմ դեմքերը ավելի նախընտրելի են դառնում, քան այն ծեծված, ասում տեսաերիզը կամ որ ասում պլաստին կամ որ անընդհատ նույն ֆռում այդ նույն դեմքերը։ Առավել ես ասում, տեսեք, օրինակ վերցնենք նախորդ խորհրդարանի ղեկավարությունը, նստած էր Ալեն Սիմոնյանը, որի իհարկե այտենց գերինտելեկտուալ չի, խնդիր չկա, բայց մեդիա դեմքեր, կամերայի հետ աշխատել գիտեր, այսպես ասում ոչ ուներ, ինչ որ եւ այլն։ Իհարկե Ալեն Սիմոնյանը իրավաբանական ավարտել, բայց ես մի անգամ չլսեցի պրոֆեսիոնալ իրավաբանը կարծիքի մոտ տպավորություն ստեղծեց, որ ինքը լավ չի սովորել, կարող է սխալ եմ, բայց իմ մոտ է համենայնպես ես չեմ լսել, որ Ալեն Սիմոնյանը մի երկու անգամ ասեց դուք մոռանում եք, որ ես իրավաբան, հա, բայց երբեք չեմ լսել, ինքը պրոֆեսիոնալ ինչ որ հարցի շուրջ իրավաբանական կարծիք է։ Ինչ ավարտել է դերասանությամբ զբաղվել է, սկում շոու բիզնես եւ այլն, այսինքն պարզա չէ, որ անգամ ես եթե շատ լավ սովորած լինեի պատմության ֆակուլտետում, չգիտեմ, կարմիր դիպլոմով ավարտած լինեի, եթե չեմ զբաղվել պատմությամբ, ես դրա համար ասում եմ, ես ինձ պատմաբան չեմ համարում, հա, ինչ գիտելիքներ ունեմ բազային եւ այլն, բայց ինձ պատմաբան չեմ համարում, որտեղ ես դիպլոմով պատմաբան եմ, խնդիր չկա, դա ճիշտ է, կոռեկտ է, բայց քանի որ ես գիտեմ, որ պետք է, այսինքն ես ավարտել եմ երկու համալսարան, իսկ նույն համալսարանի երկու ուրեմն
ֆակուլտետը պատմությունը եւ լրագրությունը, բայց ես ավելի շատ զբաղվել եմ լրագրությամբ իմ կյանքում, քան պատմությամբ։ Դրա համար ես ավելի շատ ինձ համարում եմ պրոֆեսիոնալ լրագրող եւ վերլուծաբան, քան ուրեմն պատմաբան։ Պատմությունը օգնել է ինձ դառնալ վերլուծաբան, այսինքն պատմության ֆակուլտետում ստացած բազային պատմությունը դա քաղաքականություն է նաեւ։ Դա շատ լուրջ գիտելիքներ է, որ տալիս է, որ դու կարողանաս հետո զբաղվես քաղաքական վերլուծությամբ, բայց այսինքն այդ իմաստով ինձ համար շատ կարեւոր է եղել պատմությունը։ Բայց մեծ հաշվով Ալեն Սիմոնյանը չլինելով մեկ գերինտելեկտուալ, նաև ասենք նույն լեզվի մակարդակով մեկ այնպեսի փողոցային բառեր թույլ տալիս, որ ես զարմանում եի, բայց ինչ որ կերպար էր Իրանից ներկայացնում, կոպիտ ասած, ինչ որ, այսպես ասում եմ, չգիտեմ, շատերը ասենք չէին սիրում, բայց շատերը սիրում էին եւ այլև այսպես շարունակ եւ ինչ որ քաղաքական հոտառություն էլ ուներ, ասես կոպիտա խոսքի մեջ, այսպես ասում եմ, այտենց ճարպկություն ուներ քաղաքական եւ այլն։ Մի տեղակալը Ռուբինյանն էր, որը բավականին լավ կրթություն ստացել։ Մյուս տեղակալը Արշակյանն էր, որը էլի բարձր տեխնոլոգիական ոլորտից էր։ Հիմա նայում ենք Ռուբինյանին, լավ Ռուբինյանը մնաց։ Մի կողքը Կոնջորյանն է, մյուս կողքը Վահագն Ալեքսանյանը։ Մի հատ դուք կալիբրները համեմատեք։ Հիմա պատկերացեք Ռուբինյանի տեղը Կոնջորյանն է, ուրեմն իդեպ ասեմ ծայրահեղ սխալ է գործել իշխանությունը եւ սխալ դեմքերի ընտրել ռեալ սխալ դեմ կամ դա չունենա կալիբր չունենալու խնդիր է ինչքան էլ Կոնջորյանը իրան ճղի պերճախոսվի իրան էլ ասեն ու դու ինչ պերճախոսես կամ Վահագն Ալեքսանյանը ճարտարի սենց եւ այլն միևնույնն է իրանք չունեն կալիբր երբեք չեն ունենալու կալիբր չունեն ուղակի դա ոնց ասեմ ոչ այդ խարիզման ունեն ոչ այդ կալիբր ունեն չեն ունենալու հա ռեալ չեն ունենալու եւ դա գլխավոր սխալն է որ գործեց իշխանությունը ուրեմն այդ մարդկանց նշանակելով տեղակալներ սկսենք նայել երկրորդ ազգային ժողովի կազմը նայում ենք մարդկանց կեսը իմ մոտ տպավորությունը մեկը իր բակի ընկերոջն ասել կուզես կպացուցակ մեկը ընկերուհուն աղջի արի ես քեզ չեմ թողի խոսան ես քո տեղը կպատասխանեմ կամ կգա սուսուփուս միտեղ կնստես հա մեկ մի հարցի շուրջ մի հատ հարց կտաս վարչապետին կպրծնենք իմ մոտ կներեք բայց այդպիսի տպավորությունն է որ ստեղից ընդեղից կողքից ինչ որ ուրեմն չգիտեմ ընկերուհուն ասենք ընկերոջ կնոջը չգիտեմ sense բերել լցրել են ինչ որ բան խոսացող ինչ որ մարդիկ են բայց ոչ խարիզմա կա ոչ խոսքի ազդեցություն կա եւ այլն տեքստի առումով չաշխատած է ինչ որ տես սիրողական մակարդակի շատ գրված տեքստեր է գալիս են հուզական ինչ որ փորձում են բան փոխարենը նայում ես ընդդիմության տեքստերը հստակ կազմված եւ սա շատ լուրջ է աշխատելու իրանք չեն հասկանում հələ շատ լուրջ աշխատելու է իրանց դիմ նրանք աշխատում են կոնկրետ սրանք աշխատում են իներցիայով հակառակը իմոտ տպավորությունն է որ Փաշինյանը բոլոր իրոք այդպիսի տպավորությունը Փաշինյանը բոլոր աչքին գնող դեմքերին ազատվում աստիճանաբար կամաց հասկանա եւ ինքը չի հասկանում որ դա բերելու է կրախի դա բերելու է շատ լուրջ հետևանքների հիմա խաղաղության օրակարգը ինչպես է օգտագործվելու դա Փաշինյանի դեմ բնականաբար պարզավոր բոլորս էլ ուզում ենք խաղաղություն բնականաբար պարզա բոլորս էլ բարձրացնում ենք հարցեր բնականաբար պարզավոր Փաշինյանի գլխավոր ֆիշկան էր դա ընտրություններում եւ այս պահին ինչ որ մի կերպ աշխատեց բայց խաղաղության օրակարգը նաեւ ծուղակ է դառնալու Փաշինյանի համար որովհետեւ ընդդիմությունը բավականին լուրջ օգտագործելու է այս խաղաղության օրակարգը Փաշինյանի դեմ Նա սկսենք, որ Ադրբեջանը արդեն հիմիկվանից աշխատում են հաջորդ թեզը իրանց, որ Պալիևը պարտադրում է հանրակրվե։ Որքան ես հասկանում եմ, այդ հանրակրվեն, որպեսզի իհարկե ես ասել եմ, դա եթե ուրեմն չլինի այնպիսի քաղաքական իրավիճակ, որ Ալիևը տարբերակ չունենա, այդ հանրակրվեից հետո այլ պահանջներ են հնչելու։ Բնականաբար, սկսած ադրբեջանցիների վերադարձի հետ կապած, անկլավների հետ կապած, եւ դա զգուշացրել եմ մինչեւ այս ինդիմությունը չկարել։ Արևմտյան Ադրբեջանի մասին հարցը ես բարձրացրել եմ դեռևս 22, 23, 24 թվականներից սկսած, երբ որ ուժեղ Հայաստան էլ գոյություն չուներ բնության մեջ։ Եվ Փաշինյանեն, երբ որ սենց վերցնում են եւ դա սարքում են ծաղր 300,000 ադրբեջանցիները ուր են բա ասում եք եւ այլն, ես խորհուրդ կտամ այդքան չտականալ, որովհետեւ ուժեղ Հայաստանը շատ խելացիորեն կարող է օգտագործի այս պահը ձեր դեմ։ Եվ այդ խաղաղության օրակարգն է, եթե նկատեք, օրինակ Ռուբինյանը լինելով բավականին խելացի մարդ, ես ասեմ Ռուբինյանը պատասխանելով հարցին շատ կոնկրետ ասեց, որ այո խաղաղություն դեռ չկա,
այո, կիսախաղաղություն ամոնտարապես էսպիսի բան, որովհետև մենք վերջնական խաղաղություն դեռ ստորագրված չենք, որովհետև Ռուբինյանը, ձեզ ասեմ, ինքը բավական ինքը ստեյության բավական լուրջ դիվանագետ է։ Դե ինչ որ ունակություններ էլ ունի, որ ինքը ստեյության գնում էր քրեչի հետ բանակցելու։ Ասեմ ձեզ, նաև այդ փորձառությունը ձեռք է բերել։ Այսինքն Ռուբինյանի խոսքերը, երբ որ ես լսում եմ, ես հասկանում եմ, որ ինքը չի կարողանում, այսինքն լինելով պրոֆեսիոնալ իր մասնագիտության մեջ, ինքը չի կարողանում ստել կամ ֆռացնել։ Եվ ինքը հստակ եւ պարզ ասեց որոշ հարցերի պատասխանները։ Հիմա ասեմ, ինչպես է խաղաղության օրակարգը օգտագործվելու Փաշինյանի դեմ։ Եվ սա արդեն սկսվել է օգտագործվել։ Եվ ասեմ, ես Նիկոլ Փաշինյանին օրինակ խորհուրդ եմ տալիս նայել ով է իր շրջապատից իրան դեմ տալի, որովհետև ակնհայտորեն դեմ տվողներ կան իրան։ Ուրեմն նույն Ադրբեջանի դրամի մասին հայտարարությունը, երբ որ ասեց, որ Ադրբեջանի դրամի վրա առանձնացված է որպես անկլավ հայկական, այսինքն հայկական անկլավ Արցվաշենը։ Հետքը վերցնումը եւ այդ հայտարարությունը ուղակի հերքում է։ Եվ ինչ է ասում հետքը։ Հետքը գիտեք, այսինքն հետաքննող լրագրողների ուրեմն կազմակերպությունն է, որը ստուգում է, fact checking է անում։ Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է, իսկ դա շատ կարևոր նրբություն է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որտեղ դա է բխում պայմանավորվածությունից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության։ Հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հավելել, բայց այս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում ուրեմն ես օրինակ ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիս ու կես առաջ եմ դրա մասին իմացել, որ օրինակ Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված է, Արցվաշենը առանձին նշված է ուրիշ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ ինքը անձնագրի վրով էլ է ասել, որը հեսա կասենք հետո ճիշտ է դուս եկե, բայց ինչ է ասում հետքը։ Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի, իսկ մեզ համար ինչ է կարևոր 2020 թվականից հետո Ադրբեջանի թղթադրամի մանաթի բոլոր օրինակների վրա Արցվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ, Հայաստանի էքսկլավ, այլ Ադրբեջանի տարածքի մի մաս։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ մետաղադրամներ գյափիկ ռուսերեն կոպեկ բառից ու թղթադրամներ մանաթ ռուսերեն մանետա բառից թողարկել։ Հա, իդեպ հիմա ուզում եմ ես խորհուրդ տալ հետքի լրագրողին, հարգելի լրագրող, ես հասկանում եմ, որ դուք բոլորդ ինչ որ տեղ ըստ կյանքի ինչ որ մի հատվածում ռուսիֆիկացվել եք, բայց չի կարելի լինել այդ աստիճան, ուրեմն ոնց մեղձևակերպեմ, անզգույշ։ Ոչ թե ռուսերեն կոպեիկա, նախ կոպեկ բառ չի ռուսերեն կապեիկա բառն է, սկսենք այդտեղից, դա անգրագիտություն է, ռուսերեն կապեիկա բառն է, երկրորդը դա ոչ թե ռուսերեն կապեիկա բառն է, այլ թուրքական գյափակ բառն է, գյափիկ բառն է, որը հետո դարձել է ռուսերեն կոպեիկա բառը, այսինքն ճիշտ հակառակը, ռուսերենը դա տարալ ուրեմն ռուսերենի մեջ այսօր հաշվում է 16-ից թե եթե ոչ ավել 20-ից ավել տոկոս թուրքական բառերի առկայությունը։ Թուրքական բառերի առկայությունը։ Ռուսերենը ինքնուրույն լեզու չի, դա արհեստական լեզու է։ Արհեստական լեզու է, որի մեջ ուրեմն ինքը ասում եթե չեմ սխալվում սլավոնական, այսպես ասում կոչվում է ստարասլավյանսկի ու հոգևոր տենց լեզվի արմատներով, բայց իր բառերի կոնկրետ ռուսերեն բառեր, որ սլավոնական ծագում ունի, շատ քիչ կա։ Հիմնական բառերը, եթե նկատում եք, կամ անգլերենը, կամ թուրքերենը, կամ ֆրանսերենը, կամ գերմաներենը, ռուսները իրենց բառերը չունեն։ Եվ ասել, որ մանաթը դա ռուսերեն մանետա բառն է, դա մեղմ ասած գրագետ չի, հարգելի լրագրող։ Մանետանա մանաթ բառը։ Ու սա ականջների տողարեք մի բան գրելուց դուք ռուսները չեն սա էլ է որ ամեն ինչը Կրեմլից է սկսվել։ Կարող ասեք դինոզավրներն էլ է Կրեմլից սկսել, ես դեմ չեմ, բայց մի քիչ ուշադիր եղեք sense բաները գրելուց, հա, այդ կարևոր է։ Հաջորդը
Ընդ որում 2005-ից 18 թվականներին տպագրված նմուշներում 1, 5, 10, 20, 50, 100, 200 մանատ արժեքներով թղթադրամներ քարտեզների վրա անկլավները երևում են։ Ավելի կոնկրետ Ադրբեջանի տարածքից առանձնացված է Արցվաշենը, Հայաստանի տարածքից վերին Ոսկեպարն ու Սոֆուլու, Բարխուդարլուն, իսկ Տիգրանաշենը ներկայացված է իբրև Հայաստանի մաս, առանձնացված չէ։ Այսպես 2020 թվականին եւ դրանից հետո տպագրված նմուշներում 1, 5, 10, 20, 50 եւ 100 մանատ արժեքով թղթադրամներ, որոնց ավելացել է նաեւ 500 մանաթանոցը, տպագրվել է 2021 թվականին Դեմերեսին եւ Դարցերեսին Ղարաբաղն Ադրբեջանի գրություն է, ոչ միայն Արցվաշենը ձուլվել է Ադրբեջանի տարածքին եւ չի երևում որպես անկլավ, այլև ի տարբերություն նախորդ նմուշների Հայաստանի տարածքում որպես անկլավ առանձնացվել է Տիգրանաշենը, իսկ վերին Ոսկեպարն ու Սոֆուլու Բարխուդլում գրեթե բոլոր նմուշներում բացառությամբ 2021-ին տպագրված 20 մանաթանոցի ներկայացված են ոչ թե որպես անկլավ Հայաստանի ներսում, այլ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունեցող տարածք։ Ադրբեջանի, այսինքն պատկերացնում եք, անգամ տարածքային ամբողջականության խնդիր կա թղթադրամի վրա։ Հիմա Ադրբեջանի անձնագրի մասով, Փաշինյանի հայտարարությունը ճիշտ է 2013-ից Ադրբեջանը կիրառում է կենսաչափական անձնագրերը, որոնց մեջ ներկայացված քարտեզներում անկլավները տեսանելի են։ Հիմա հարց. ով է Փաշինյանին խորհուրդ տվել, որպեսզի դա ասի, պարզը չէ, վարչապետը չունի այդքան ժամանակ, որ ամեն ինչը ստուգի։ Ես հասկանում եմ, դա նորմալ է, որ ոչ մի երկրի ղեկավար չունի չի կարող ինքը ամեն ինչը ստուգել։ Բայց ես կարծում եմ, որ այդ փնթի տեղեկություն հայտնողը, որը ուղղակի չի ասել, որ 20 թվականից հետո էլ ավելի վատ բան են արել իրանք, ոչ միայն Արցվաշենն են ձուլել, իրանք անկլավներն են ձուլել, մի հատ է Հայաստանի տարածքից մի մաս են ձուլել, որ իրանք անկլավների ուղիղ սահման ունենան ցամաքային։ Ասենք ոնց կարելի է վարչապետին դեմ տալ այսպիսի հայտարարություն ու մնալ անպատիժ։ Չգիտեմ, դա ինձ Օրբելի թե Որբելի կենտրոնն է եղել, ես չգիտեմ որ մեկն է կներեք, բայց ով է իր օգնականն է, ինչն է։ Դրանց պետք է աշխատանքից ազատել, որովհետև ինքը ուղղակի դեմ է տվել։ Իսկ ուզում եք մի ազատեք, ձեր համար ավելի վատ։ Իմ ասում եմ բարի խորհրդի կարգով։ Հաջորդ թեզը, երբ որ ասում է 300,000 ադրբեջանցիները հորինել է անդիմությունը։ Ախր հասկանում եք կան ընդ որում գիտեք ինչ ես մեջ բերում եմ հետքի որոնք բացարձակապես իրանք չեզոք են իրանք ընդդիմությանն են ուրեմն քննադատում փորձում են իհարկե այնպես չի որ տես բոլոր հոդվածներից գոհ են կամ բանը բայց հետաքննությունների մեջ իրանք աշխատում են փաստեր մեջ բերել այսինքն մենք դիտարկում ենք այն չենք վերցնում այս կողմից կամ այն կողմից վերցնում ենք հետաքննող լրագրողների հիմնականում ասենք հետքի որտեվ չունենք Հայաստանում շատ ուրեմն բարձաբանումները։ Հիմա երբ որ ասում են որ բա ուր են 300,000 ադրբեջանցիները, դուք հորինեցիք 300 ադրբեջանցիների թեզը, ուրեմն ասեմ ձեզ, ընդդիմությունը չի հորինել, եւ սա ես դեռ անդրադարձել եմ հենց Ալիևի ասուլիսն էլ ես ներկայացրել եմ ժամանակին 2-3 տարի առաջ։ Չի մասին է խոսքը, հետքը ուսումնասիրել է ուրեմն թեման եւ գրել է որտեղից է ցակել 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեզը։ 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսական պետական Ռոսիա պետական հեռուստաընկերությանը եւ ՌԻԱ Նովոստիին։ Լրագրողի Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ վերջին տվյալներով ապրում է շուրջ 20 հայ, որոնք ըստ նրա շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։ Խոսելով այդ թեմայի շուրջ Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի հարցին։ 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300,000 մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 90-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում։ Պատմական հողեր ասելով Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Թեև պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից զուգահեռ իրականությունը շարունակում է զարգացնել Արևմտյան Ադրբեջան թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։ Քարոզչական այս միջոցառումների հետևում կանգնած է Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին եւ նախապես կոչվում էր Ադրբեջանի փախստականների միություն, սակայն 2022 թվականի օգոստոսին անվանափոխվել է։
Հետքը գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական հակահայկական ծրագրի կատարողն է, բայց Արևմտյան Ադրբեջան ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է։ Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպում են միջազգային կոնֆերանսներ Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի թեմայով։ Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արևմտյան Ադրբեջանի համայն կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը, բայց մենք չպետք է ժամանակ վատնենք, պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ։ Կրկին այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ, այսինքն Կեղծեն Փաշինյանի եւ նրա թիմի բոլոր այն պնդումները եզրակացնում է հետքը, թե ադրբեջանցիները վերադարձի թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների։ Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած, դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր եւ թեկուզ մասամբ հայկական վերահսկողության տակ էր։ Վերջերս 2026 թվականի հունիսի 22-ին Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը վերադարձ պատմական արմատների խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոլգյոլի ուրեմն շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես Արևմտյան Ադրբեջան։ Ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի եւ հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարությունները։ Վերադարձ Արևմտյան Ադրբեջան անվամբ մի միջոցառում ցուցահանդես էլ տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 18-ից 19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում, նման միջոցառում էլ հունիսի 24-ին կայացել է Վաշինգտոնում, ԱՄՆ կոնգրեսում խորագիրը վերադարձի իրավունք եւ ինքնորոշում կրկնակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ։ Այսպիսով 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու թեզը առաջին անգամ շրջանառվել է Իլհամ Ալիևի կողմից, որքան էլ Փաշինյանը ու նրա թիմը հայտարարեն, որ դա ֆեյք է, մտածածին Օրինովի թեմա է, նման բան չի եղել, չկա եւ չի լինելու, ինչպես նաեւ խաղաղությունը բոլոր այդ թեմաները փակում է եւ փակել է, Ադրբեջանը պետք է պետական մակարդակով հսկայական ռեսուրսներ է հատկացնում զավթողական այդ օրակարգի առաջ մղմանը, այդ թվում արտասահմանում այն համարելով իր առաջնահերթություններից մեկը գրում է հետքը։ Գումարած արտաքին հետախուզական ծառայության զեկույցը ավելացնում եմ ես, գումարած Ալիևի հայտարարությունը, որ տանկերի փոխարեն ավտոմեքենաներ են վերադառնալու, ավելացնում եմ ես։ Այսինքն, ես այս թեման շուտվանից որպես զգուշացում փորձում էի բարձրացնել եւ հիմա իրանք այնքան են վարկաբեկել այս թեման, իշխանությունները այնպիսի կեղտոտ քարոզչություն են վարել, որ տեսեք, ընդդիմությունն է այնքան կեղտոտ եւ ռուսահպատակ եւ ի օգուտ Թուրքիա եւ Ադրբեջանի է օգտագործում այդ թեզը, հասկանում եք։ Այսինքն իրականում ինչ են ուզում անեն, իշխանությունը ուզում է ուրեմն ցույց տա, որ այդ թեման ընդդիմությունն է գցում եւ ով որ այդ թեման գցում է նա դավաճան է, այն դեպքում որ դա լուրջ թեմա է եւ Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը բերում է վտանգները ուսումնասիրություններ կա թե որքան է YouTube-յան հարթակում եւ որքան կեղծ account-ներով կամ չգիտեմ Ալիևյան բլոգերները ինչքան անգամ են հիշատակել Արևմտյան Ադրբեջանը YouTube-ներում ինչքան ալիքներ են բացել, ինչքան հաղորդումներ են սարքում։ Արտաքին հետախուզության ծառայությունը հենց այս տարվա զեկույցում Վաշինգտոնի պայմանավորություններից հետո զգուշացնում է, որ այդ վտանգը կա։ Մեր Փաշինյանի աշխատող արտաքին հետախուզության ծառայությունը։ Ուրեմն բոլորը Ալիևը այդ մասին, այսինքն Օրդուբադում տեսակ կազմակերպեց միջոցառում։ Մի ամիս առաջ ԱՄՆ սենատում այդպիսի բան կազմակերպեց, իսկ Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ դա կեղծ օրակարգ է, մի հատ էլ կաշկանդելով մեզ, մեր նման մարդկանց, ովքեր ոչ ձեր կողմից ենք, ոչ էլ ձեր կողմից ենք, հա, կոպիտ ասած, մենք գործի կողմից ենք եւ Հայաստանի, ընդհանրենք, չգիտեմ, արևմտյան ապագայի կողմնակից ենք քաղաքակրթական ընտրության առումով, կոպիտ ասած, եւ վերլուծում ենք, որ դա է միակ փրկությունը Հայաստանի եւ այլն։ Ինչ են անում երկու կողմից խայտարակ քարոզչություն են վարում, երբ որ դու արդեն ամաչում ես, արդեն ասում ես լավ, եթե ես հիմա ասեմ, այս 300,000 ադրբեջանցիների թեման, դրա համար ես աշխատում եմ 300,000 չշեշտեմ, միշտ շեշտում ադրբեջանցիների վերադարձի թեման։ Կա գոյություն ունի։
քանի անգամ եմ մինչև այս անգամ հետաքննությունը ես ասել, որ կապ չունի դա արցախցիների վերադարձի հետ կապված։ Բերանս 3-4 տարի է ես այդ մասին եմ ասում։ Կապ չունի դա արցախցիների վերադարձի հետ կապված։ Դա Ալիևի ծավալապաշտական նպատակներն է, որից նա չի հրաժարվելու։ Հիշում եք ինչ եմ ասել, ընտրություններից առաջ, մի տարի առաջ ասում եմ ուշադրություն դարձրեք այս թեմային, անկլավներ, ադրբեջանցիների վերադարձ։ Մինչև այս հələ ուժեղ Հայաստանների ձևավորը, սրանք չկային հələ, որ ես այդ թեման առաջ էի քաշում։ Ինչ անում ուժեղ Հայաստանը։ Սրանք էլ ավելի կեղտոտ քարոզչություն են վարում։ Սրանք վերցնում են ու ասում են, եթե ուսուտ են խոսում բացահայտ իմ խորին համոզմամբ, բացահայտ մանիպուլյացիայով են զբաղվում, ասում են, տեսեք, եթե դուք դա իմ կարծիքն է, որ իրենց իմ կարծիքով իրենք ստում են։ Միտումնավոր ընդ որում մանիպուլյացիա անելով ժողովրդին։ Հիմա տեսեք, ինչ են ասում են, եթե մենք հիմա նորից չգնանք Պուտինի երաշխիքները չվերցնենք, չավելացնենք Չինաստանը պարզա հեքիաթ բան է, էլի, բան է, պատճառաբանություն է, տենց ինչ որ կողքից գցում են։ Հիմնականում եթե մենք չվերադառնանք Պուտինի տակ, եթե Պուտին պապան մեզ չպաշտպանի, Ալիևը ադրբեջանցին կվերադարձնի, չգիտեմ, Թուրքիան կմտնի եւ սրանք օգտագործում են թեման, բայց այն դեպքում, որ մենք լուրջ խնդրեմ ունենք, որ Ալիևը առաջին իսկ, այսինքն եթե մենք հիմա համանդրությունը ճանաչենք, հաջորդ քայլը Ալիևը կարող ասի, դե հիմա եկեք խոսանք ադրբեջանցիների վերադարձի թեմայից, նոր մենք խաղաղության պայմանը կամ խաղաղության պայմանագրի թեմայի մեջ մտցնի ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Փաշինյանը իր այս պահվածքով ու ԿՊԱ-ականները իրենց իսկ ծուղակն են գցում առանց հասկանալու։ Ավելին ասեմ, իրենց կախվածության մեջ են դնում Ալիևից։ Հիմա բացատրեմ ինչու։ Դե հիմա պատկերացրեք իրավիճակ, ԿՊԱ-ականներ լսեք, որ այդ բերանները ծռելով տենց 300,000 ադրբեջանցին շատ չբանանեք, որտեվ սա ձեզ ծուղակ են գցում, ուղակի գեղեցիկ ծուղակ, եւ դուք ինքներդ ձեզ Ալիևից կախվածության մեջ եք դնում, ասեմ ինչի։ Դե պատկերացրեք, որ հիմա հենց որ Փաշինյանի քաղաքականությունը ձեռ չտա Ալիևին, Ալիևը սկսի օրը մեջ պահանջել ադրբեջանցիներից, որ մի հատ էլ 300,000 թիվը շեշտի ու ամեն օր սկսի ասել 300,000 ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Դա իրենց պատմական հողն է։ Ինչ անել է ընդդիմությունը, այո, ընդդիմությունը Փաշինյանին ոչնչացնելու է։ Եվ ընդ որում Ալիևը դա կարանի այն ժամանակ, երբ որ նորից ինչ որ բողոքի ալիքներ սկսվեն Հայաստանում, եւ Ալիևը հասկանա, որ կարող է 50, 60, 70,000 մարդ հավաքվի փողոցում, եւ մի հատ էլ այդտեղ կրակի մեջ յուղ լցնի։ Եվ ձեզ կոչնչացնի, որովհետեւ այդ ժամանակ ընդդիմությունը կասի, տեսակ, որ մենք ճիշտ էինք, եւ դու խափում ես ժողովրդին, ինքը պատրաստվում է 300,000 ադրբեջանցի վերադարձնի։ Այդ մանկապարտեզ, այդ չգիտեմ այդ սպլինցուսից ցածր մակարդակի ձեր PR-ը ոչ միայն չի աշխատում, այլև պետության դեմ է աշխատում։ Այն ինչ որ դուք հիմա անում եք, բա ուր են 300,000 ադրբեջանցիները, բա ուր է, դες թվում է դա լուրջ է այդ հարցը որ տալիս եք։ Նրանք սպասում են այն պահին, երբ որ Ալիևը նորից այդ թեման կբարձրացնի եւ ձեզ ոչնչացնելու են, ասելու են, ահա թե ուր են։ Կերակ։ Դրա համար դուք ձեզ գցում եք ծուղակը եւ մի քիչ այտենց դուխով մի ձեր դեմ աշխատեք, որտեվ Ալիևը ցանկացած պահին կարա այդ հարցը նորից օրակարգ բերի եւ ձեր համար դա լինելու է ծանր հարված։ Դրա համար նրանք խաղ են խաղում, այո, նրանք փորձում են ազգը վախեցնել, ասել, տեսեք, եթե դուք չպարկեք Պուտին ֆաշիստ պապայի տակ, 300,000 ադրբեջանցիներ կգան, բայց դուք էլ այդ կուտը ուտում եք։ Եվ ասենց հավեսի եք ընկե չեք հասկանում, որ իրանք ձեզ ծուղակն են գցում, որտեղ շատ լավ գիտեն, որ Ալիևը միևնույն այդ հարցը բարձրացնելու է, որտեղ կա փաստեր, որտեղ նորից եմ ասում, օգոստոսի 8-ից հետո նույն YouTube-յան հարթակում, նույն սոցիալական էջերում, նույն համաժողովների տեսքով իրանք ակտիվորեն շարունակում են առաջ տանել։ Հայաստանը չի պահանջում Արցախայրի վերադարձը, Փաշինյանը ամեն օր այդ հարցը փակ է համարում, բայց իրանք շարունակում են պահանջել։ Հիմա չկա Արցախի դրոշերը։ Չկա Արցախի դրոշերը, բայց իրանք շարունակել։ Դուք ինչ եք ասում, ասում եք Արցախի դրոշերը դնում էին սեղաններին, այլ դրա համար էլ իրանք չէ, այդպես չի։ Մարդիկ ապացուցում են, որ դեռևս երբ որ արցախցիները ապրում էին Արցախում, երբ որ դուք արդեն ճանաչել եք Ադրբեջանի կազմում Արցախը, իրանք այդ ժամանակ են, դուք ոչ թե վերադարձի հարց չկար այնտեղ։ Արցախցիները Արցախում էին։ Ալիևը այդ ժամանակվանից սկսել է պահանջել եւ ֆակտ չեկինգով բերում ասում են, խե Փաշինյանի հայտարարությունները ճշգրիտ չեն։ Եվ բերում եմ ձեզ հոգեհարազատ հասմաբաններին, նույն Դանիել Յունիսյանը, սա օրը ձեզ է պաշտպանում լինելով, ասենք իրավապաշտպան, բայց ասում է ի պատիվ իրեն մեկ-մեկ ասենք փորձում է տենց
դուրս գալ ԿՊ-ականի կարգավիճակից, հիշի, որ ինքը գրանտեր ավերցնում, որ օբյեկտիվ տեղեկատվություն տա։ Okay։ Ուզում եմ ասեմ, նենց չի, որ ես ձեզ անդիմադիր մարդկանց եմ բերում, որոնք ձեզ ասում են, որ դուք սուտ եք խոսում կամ ճիշտ առնվազն չասենք, լավ սուտ եք խոսում, թյուրիմացիան մեջ եք գցում մարդկանց, ճիշտ չեք ասում։ Այս մարդիկ ձեզ հակադիր մամուլ չեն։ Ոչ էլ ասենք այլ ճամբարից են։ Հիմա ըստ իդեպ ըստ նաև հետքը բերում է, որ Ալիևն էլ է սուտ խոսում եւ իրոք սուտ է խոսում, լկտի է ստում, որ ըստ 1979 թվականի մարտի համարի տվյալների խորհրդային Հայաստանում ապրել է 3,37,259 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են հայեր։ 2,224,975 մարդ կամ 89.7%-ը։ Երկրորդը եղել են ադրբեջանցիները 160,841 մարդ կամ 5.3%-ը։ Սա առավելագույն թիվն է ադրբեջանցիների, որ եղել է Հայաստանում։ Իսկ երրորդ տեղում ռուսները 70,336 մարդ կամ 2.3%-ը։ 1989 թվականի մարտահրավերի համաձայն, իհարկե արդեն Սումգայիթի դեպքերը եղել էին, բնականաբար հագին մարդ գնացել արդեն, բայց ՀԽՍՀ բնակչությունը կազմել է 3,304,776 մարդ, որոնցից հայերը 3,83,616 մարդ կամ 93.3%-ը, ադրբեջանցիները 84,860 մարդ կամ 2.6%, իսկ երրորդը եղել են քրդերը, ուրեմն 56,127 մարդ կամ 1.7%։ Այսինքն Ալիևը ստում է 89-90 թվականների մասին, երբ որ ինքը խոսում է, այդ ժամանակ 60,000 ադրբեջանցի է եղել Հայաստանում։ Հաջորդը, որը իրանք պարտվելու են այս պայքարը եւ արդեն պարտվում են, եկեղեցու դեմ պայքարն է։ Կաթողիկոսի դեմ, գիտեք, դատական գործերին հարուցե, որ ինքը խոչընդոտել է ինչ որ դատարանի որոշման, ինչ որ դատարանը պահանջել է վերականգնել ուրեմն հոգևորականներից մեկի իր պաշտոնին, կաթողիկոսը չի վերականգնել, ուրեմն իրանք շատ լավ հասկանում են, որ սահմանության մեջ գրած է, չէ, ասենք որ եկեղեցուն եւ պետությունը ուրեմն անջատ են, չգիտեմ, կոպիտ ասած, հա, բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա։ Դատարանում չգիտեմ ինչ կլինի, բայց մի բան պետք է հասկանալ, որ երբ որ դու հոգևորականին պարտա, այսինքն ըստ էության դա պաշտոն են ընկալում, հա, եւ այլն, եւ որ պաշտոնից հեռացվել է, դատարանով վերականգնվել է եւ այլն, դա ես չգիտեմ, դա կոնկրետ իրավաբանները պետք է հասկանան, դա ընդհանրապես աշխատանք դիտարկվում, թե հոգևոր ծառայությունը որպես աշխատանք չի դիտարկվում, ես չգիտեմ իրաց հոգևորականների ոչ, դա վատ այդ օրակարգը փուչի կա։ Դրա համար բացատրում է, ասում է, այս պայքարը աշխատելու է միայն ընդդիմության օգտին։ Դուք պարտվելու եք այս պայքարը կաթողիկոսին կարայիք բռնեիք գործակալական բանի վրա, տանեիք դատեիք, որովհետև հոգևոր մարդկանցից շատերը հետաքրքիր չի, հիմա շատերին շատ մարդիկ, հավատացյալ մարդիկ, հատկապես խոր հավատացյալ մարդկանցից շատերը, կամ մի մասին հետաքրքիր չի կաթողիկոսը երեխա ունի թե չունի, դա իր համար դες ճակատագրական թեմա չի, հասկանում եք, իրանց համար դա հանցագործություն չի։ Այսինքն, հա լավ շատ գրագետ մարդիկ հավատացյալ, բայց շատ գրագետ մարդկանց տոկոսը միշտ լինում է շատ ավելի քիչ, ինչպես դուք գիտեք։ Դրա համար հավատացյալների, հատկապես շրջաններում հավատացյալների մեծ մասը թքած ունեն, եզրասը, գարեգինը, երեխեք ունեն, թե չունեն։ Այս պայքարը ոչ մի բանի մասին էր, եւ ես ես հատուկ հետաքրքրվեցի, ներկայացրեցի, որ չկա տարբերակ դրա հիման վրա կաթողիկոսին հանելու։ Ես այս սիստեմներն ներկայացրեցի, հատուկ թողարկում սարքեցի, որ ասի սա փուչի կա, իրանք չունեն որևէ ձև տարբերակ կաթողիկոսին հեռացնելու, չունեն։ Միակ տարբերակը նա էր։ Ունեք ախպեր, մեղադրում էիք, ակնարկում էիք, որ գործակալ է։ Փաստերը ներկայացրել, Վարդանիկին էլ թողեցիք, Բագրատին էլ թողեցիք։ Մեկին տերորիզմի մեջ էիք մեղադրում, մեկին էլ չգիտեմ, տարիներով մամուլը ինչ հանցագործություն ասես վերագրել, հիմա էլ կոռուպցիայի վրա բռնել էիք, բայց երկուսն էլ ազատության մեջ են հիմա։ Մեկը տնային կալանքի, մեկը արդեն ֆարֆարում է դուրսերը։ Բայց արդեն բան էիք սարքել։ Դրա համար հիմա ինչ արեց, ընդդիմությունը նկատեք, ասես դատա կաթողիկոսի նիստնա, սաղը զվազում են գնան կաթողիկոսին պաշտպանելու։ Գիտեք ինչի, որովհետև իրանք հասկանում են, որ բոլոր հարցումներով եկեղեցու ռեյտինգը բարձր է։ Եվ միայն Նիկոլ Փաշինյանի հավատարիմ հետևորդների մոտ է հիստերիա կաթողիկոսի երեխա ունենալու հետ կապված։ Այո, ես էլ եմ հասկանում, որ դա սխալ է, բոլոր հավատացյալ մարդիկ իմ համար երբեք Գարիգինը կաթողիկոս չի եղել, մինչև բլա Փաշինյանի հարց բարձրացնել։ Ես ընդհանրապես իրան չեմ անկալել որպես կաթողիկոս, երբևիցե չեմ անկալել որպես կաթողիկոս։ Ինձ համար դա դժվար է եղել, այսինքն այդ կշիռը իմ համար չի ունեցել։ Բնատուր իր խոսալուց բանից չեմ կարողացել ես։ Հետո այդ հոկտեմբերի 27-ից սկսած, գիտեք, այդ պատմությունները ոնց է նշանակվել եւ այլ եւ այլ։ Դրա համար դա այլ հարց է, հասկանում եք, բայց մարդիկ, ովքեր,
չգիտեմ, այս ամեն ինչը հասկանում են եւ այս ամեն ինչի համար, չգիտեմ, ինչ որ իրանց այդ ամեն ինչը իրանց նեղություն է պատճառում, նրանք շատ ավելի քիչ են, քան այն մարդիկ, որոնք թքած ունեն դրա վրա։ Եվ հիմա, երբ որ սրանք փոխում են այդ պայքարը, եկեղեցու դեմ պայքար սարքեցին, որ Փաշինյանը ֆինանսավորում է սրա կողմից, չգիտեմ, անգամ սարքեցին, որ բանը ադրբեջանցիների եւ չգիտեմ, մոլլաների կողմից պատվերաստացել եկեղեցու դեմ ինչ ասես կարան ֆռացնեն։ Եվ դա այն մարդկանց մոտ, ովքեր ասում բավականաչափ կրթություն չունեն, կոպիտ ասած, աշխատելու է։ Մի օր աշխատելու է։ Մի օր հասնելու է այդտեղ, կամ այն մարդիկ, ովքեր առանց էդ էլ չեն սիրում Փաշինյանին, իրանց մոտ դա կարող է վճռական ազդեցություն լինի։ Եվ ինչքան այդ եկեղեցու դեմ պայքարը իրանք սենց վարեն, կներ կաթողիկոսի դեմ պայքարը, այնքան դա ներկայացվելու է ընդդիմության կողմից որպես եկեղեցու եւ քրիստոնեական արժեքների դեմ պայքար։ Այն դեպքում, որ հիմա մեզ դա պետք չի, որովհետև Թրամփը եւ իր ադմինիստրացիան մեծ նշանակություն են տալիս քրիստոնեական արժեքներին եւ Հայաստանի քրիստոնեական պետություն լինելը։ Դա մեր իմիջի համար լավ չէր, այն գլխից բացատրում էի։ Բռնելեք գործակալության վրա, դատեք, ուրիշ տարբերակ չեն ունենա։ Վերջապես իրանք ստիպված են լինելու կաթողիկոս ընտրել։ Ստիպա վերնախավից ումբր մի հատ ասում չիստ կա իրանք սիրած լեզվով ասեմ, հա, KGB-շնի։ Անեք ունեք փաստեր, արեք, չունեք, ուրեմն այս կապիկությունը աշխատելու էր միայն ուժեղ Հայաստանի եւ ռուսների օգտին եւ սկսեց աշխատել։ Դա հաջորդ թեման, որ իրանք տանելու են։ Այսինքն հերթով, տեսեք ինչ են տանում, ես այս հերթով իրանք ծրագիրը ներկայացնում։ Խելացիորեն, կամած, հաշվի առնելով որ ԿՊ-ն արդեն հին դեմքեր է, հաշվի առնելով որ արդեն խարիզմա էլ չունեն շատերը, առաջի կազմը ինչ որ մի ինտելեկտուալների բան չէր, բայց հիմա ընդհանրապես այնքանա թուլացել, այն իմ քայլը կազմից մինչև հիմա, ընդեղի կալիբրը նայեք, ովքեր են ասում, բացեք այն падգամավորներին նայեք իրանց ու հիմիկվա падգամավորներին նայեք։ Ընդհանրապես ասենք համեմատելու բան չի էլի։ Եվ այս ամեն ինչը չի կարա չազդի։ Եվ սենց իրանք տաշելու են Փաշինյանի ռեյտինգը եւ չեն կարողանալու ոչ մի բան անեն, ես ձեզ դա վստահեցնում եմ, չեն կարողանալու ինչքան էլ հմեկով ցույց չտան, չեն կարողանալու։